Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է հոկեբան Կարինե Նալչաջյանը։ Բարև ձեզ, Տիկին Նալչաջյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Երեք ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված էր Իրանի Իսլամական Հանրապետության վրա, թե ինչ զարգացումներ կունենան, գիտեք, սարսուռ հայտարարություններով էր հանդես եկել Թրամփը, շատ կարճ ժամանակ էր տվել, մենք վստահ ենք, որ մինչև 3 էր ասի, այսօր երեկոյան ժամը 8-ը կստանանք իրանցիների պատասխանը, հուսով ենք նրանք ճիշտ պատասխան կտան, ասել էր Վենսը, հետո շատ ավելի խիստ կոպիտ, այսպես խոսել էր հայտարարությամբ էր հանդես եկել Թրամփը, այնպես որ ողջ համակ աշխարհի ուշադրությունն այնտեղ էր սևեռված, Պակիստանի նախագահը խոսեց, ես անկեղծորեն խնդրում եմ նախագահ Թրամփին, երեկվա մասին է խոսքը, այդ լուրերն եմ ներկայացնում, 2 շաբաթով երկարաձգել Իրանին տրամադրվող ժամկետը, որպեսզի դիվանագիտությունը կարողանա աշխատել իրանցի եղբայրներին, խնդրել ենք բացել Հորմուզի նեղուցը, գրել էր Պակիստանի վարչապետը։ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ներկայումս Իրանի հարցով բուռն բանակցությունների մեջ է, քանի որ Թեհրանին ուղղված վերջնագրի ժամկետը մոտենում է ավարտին։ Սա երեկվա կարևոր բաներն են փոխանցում, Իրանը հակված է համաձայնել երկշաբաթյա հրադադարին, Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ պատրաստ է 2 շաբաթով երկարաձգել։ Իրանի Գերագույն խորհուրդը ներկայացրել էր իր ծրագիրը, Իրանը մերժել է թշնամու բոլոր ծրագրերը եւ պատրաստ է իր սեփական 10 կետանոց ծրագիրը, որ ամերիկյան կողմն է փոխանցել Պակիստանի միջոցով։ Սա շատ, քանի որ ես ներողություն եմ խնդրում Տիկին Նալչաջյան, շատ կարևոր է եւ սա իսկապես մենք տեսանք, որ այս պատերազմը ողջ աշխարհը ցնցեց եւ մենք հարևան երկիր ենք եւ ինչ կարեւորագույն նշանակություն ունի մեզ համար, որտեւ մեկին մի երկրի Նիկոլը իր խելքով, չգիտեմ ինչով բերել էր, մտցրել է մեր տարածաշրջան, Միացյալ Նահանգների մասին է խոսքը, իսկ մյուս երկիրը մեր բարեկամ հարևան երկիր է, գիտեք, որ ինչ կարևոր նշանակություն ունի այդ երկիրը մեզ համար, եթե սա շարունակվեր, ինչպիսի աղետների առջև է կանգնելու եւ տարածաշրջանը եւ աշխարհը անշուշտ առաջին հերթին նաեւ մենք։ Ուրեմն առաջին կետը իրանական զինված ուժերի հետ համակարգված կերպով Հորմուզի նեղուցի վերահսկվող անցում, դիմադրության առանցքի բոլոր անդամների դեմ պատերազմը դադարեցնելու անհրաժեշտություն, ինչը կնշանակեր Իսրայելի ագրեսիայի պատմական պարտություն, ԱՄՆ մարտական ուժերի դուրսբերում տարածաշրջանի բոլոր բազաներից եւ տեղական կետերից Հորմուզի նեղուցով անվտանգ անցման արձանագրության ստեղծում, որ երաշխավորում է Իրանի վերահսկողությունը, Իրանի փոխհատուցման լրիվ վճարում ըստ գնահատականների, գիտություն բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են 300,000 ադրբեջանցիների ընդունել եւ բացարձակ փոխհատուցման մասին խոսք չկա եւ հայերի վերադարձի մասին խոսք չկա, Բաքու, Սումգայիթ, Կիրովապատ, Գետաշեն, ել չեմ ասում մեր պատմական հայրենիք Արցախ, բոլոր առաջնային եւ երկրորդային պատժամիջնորոցների վերացում, ինչպես նաեւ կառավարչական խորհրդի եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը եւ այլն շատ կարեւոր բաներ, ինչեւէ տարբեր տեսակետներ կան, հիմա ասում են սա արվես նրա համար, որ եկան համաձայնության 2 շաբաթ հրադադար կլինի, իրանական կողմն ասեց, որ մեր պակիստանցի գործընկերոջը հարգելով են գնացել դրան, նաեւ այսօր արդեն վերլուծականներ են հայտնվել, որտեղ խոսվում է նրա մասին, որ Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին ժամանակ է պետք վերանայելու շատ բաներ եւ դիրքավորվելու եւ նաեւ հակառակն էլ կա, որ սա նաեւ Իրանին էր անհրաժեշտ, տեսնենք թե ինչ զարգացումներ կլինեն, ինչպես ասում են, ամեն րոպե, ամեն ժամ նոր ինչ որ իրադարձներ, բայց այս ամենը իհարկե չի ազդել նրա վրա, որ Իսրայելը հայտարարել է, որ Լիբանանի ուղղությամբ հրթիռակոծությունները շարունակվել են եւ ինչպես տեսնում ենք, ինչպես Գազայի ուղղությամբ նրանք կարողացան նոր տարածքներ վերցնել եւ օկուպացնել եւ ցեղասպանելուց հետո ուղղակի պաղեստինցիներին, Գազայի բնակիչներին դուրս են մղում այդտեղից, նույնը տարածում են, նույն ծրագրով իրականացնում են նաեւ Լիբանանի ուղղությամբ եւ ուղղակի հրթիռակոծելով այդտեղ դատարկում են։ Ինչևէ, սա շատ կարևոր թեմա է, գանք մեր թեմաներին, 3 ազգակործանը ինչ-որ անհետ հայտարարություններ էր անում, ինչ-որ մի թեմայի շուրջ է սկսել շատ խոսել, բոմժացնեն, բոմժություն, գիտենք, որ այս անձը լուրջ խնդիրներ ունի, եւ մենք էլ վերնագրեցինք նրանով, որ բոմժությունից
վախենում է, որտեղ ինքն է խոսել տարօրինակ է առնվազն վարչապետը, տեսեք ինչ մակարդակի է իջել եւ ինչի մասին է խոսում, ինչով է զբաղված այս անձը։ Մի կողմից փորձում է հիմա մասնագետ ավելի ճիշտ կասի ինչ է անում, ժամանակն է, որակարգն է արդյոք ինքը լսում, թե իսկապես ինքը վախեցած է եւ գուցե ենթագիտակցորեն ինքը իր թիմը ընդհանուր առմամբ մեծ հաշվով փողոցից եկածներ են, այն իմաստով, որ բացարձակ հետագիր չունեին, ճանապարհ չէին անցել, որևէ փորձառություն չունեին, կրթական ցենզը բոլորի խայտարակ ցածր, փորձառություն չունեին եւ իրենց կյանքում չկայացած թափթփուկների կույտեր, գուցե իրականում իրենք ներքին ենթագիտական վախ ունեն, որ իրենք կարող են բոմժեր դառնալ, ներողություն եմ խնդրում ես արտահայտությունից համար, բայց սա հանրային անուն խոսույթ է բերել այս օրերին Նիկոլը ասելով, որ խոսքը գնում է ազգային մեծ բարերարի մասին, Սամվել Կարապետյանի մասին է գնում խոսքը, մարդ, որ լուր քիչ առաջ է խոսում էինք Տիկին Նալչաջյանի հետ, իհարկե դա տղամարդկային ամենաբարձր արժանինքներից մեկն է, երբ որ մարդիկ անում են այդպիսի բարեգործություն եւ լուր լռելյան, ես ճիշտ ասած այդպիսի երկու հայ մեծ բարերարների գիտեմ, Սերգեյ Համբարձումյանը, Մոնախ ընկերության տերը, տեսեք կարող է անգամ Տիկին Նալչաջյանը լավ չիմանա եւ բան չանի, ասեն որ միայն Արցախցիների վերադարձից հետո ամսական մեծ ահռելի գումար էր տալի լուր դրա մասին ոչ մեկ չգիտեր, կազմակերպված ինչ որ փոքրիկ խումբեր ստեղծել, ովքեր սոցիալապես ծանր վիճակում գտնվող արցախցիներին 1 տարի շարունակ գումար են տվել։ Գիտեք, խոսել է դրա մասին։ Հիմա ես գիտեմ որ լսի, էլի պիտի սրտնեղի, որտեղ ինքը այդպեսին է, չի ուզում որ դրա մասին խոսել։ Մենք գիտենք, որ ահռելի միլիոնների ներդրում է բարերարություն է արել Արցախում, չգիտենք դրա մասին, ես էլ չգիտեի, ինձ անձամբ ասել է Բակո Սահակյանը։ Մենք գիտենք, որ Մատենադարանի հետ մեծ գումարը ինքն է տվել, մենք գիտենք, որ Մոսկվայով այստեղի եկեղեցու ամենամեծ չափաբաժինը, չգիտեմ, 10 քանի միլիոն ինքն է տվել, չգիտենք, լուր Սերգեյ Համբարձումյանը այդ ամեն ինչը արել է։ Այդպիսին է նաև Սամվել Կարապետյանը, որ այդքան մեծ ինքը շարունակում է մնալ ամենամեծ բարերարը, ինչպիսի մեծ բարեգործություններ արել լուր լռելյան եւ մարդ որ միայն հայրենիքից կտրել եւ տվել է մարդ որ հանձնել է 350 եկեղեցի, չգիտեմ 1000 բան խաչքարեր, մասունքներ, այդքան դպրոցներ, հիմա ամեն անգամ, գիտեք, չէ, ամեն դպրոց եւ մանկապարտեզ այս իշխանությունները 5 անգամ է բացում կազմակերպում, հայլուն էլ ամեն անգամ նոր շնչով այդ վարողները դա փոխանցում են, այսինքն սուտն ու խարդախությունն ու խաբեբայությունը շարունակվում է, այս ամեն ինչը իրենք շարունակում են անել, բայց եւ այս հանձնող, տապալող, ավիրող մեծ թշնամին հարձակվում է այն իրական ռեալ բանը։ Պարզ է, որ այս մարդկանց ներկայությունը, ես կարծում եմ, եթե կյանքում Սամվել Կարապետյանը բառեր չասի, Սերգեյ Համբարձումյանը մյուսները, Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես այն մեր արժանավոր հայերի անուններն եմ տալիս, հա, Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցները, որ ծպտունե չանեն, նրանց ապրելը արդեն իսկ խաթարում է իր Նիկոլի անդորը, որտեղ անընդհատ իրեն հիշեցնում է, որ այս մարդիկ արարող, հաղթող, ստեղծող մարդիկ են, իսկ ինքը հանձնող, տապալող, թուրքի ոտքերի տակ թավալ տվող մի երևույթ է, որ անverջ հանձնել է, դե դրա համար էլ հիմա հունից դուրս եկած ընկել է Սամվել Կարապետյանի ետևից եւ ասում է, որ ինքը կդառնա բոմժ, կդառնա, չգիտեմ, երևի բոմժերն են նրա դրա մասին խոսում։ Խնդրեմ, ինչ է, ինչպես է այս երևույթը Տիկին Նալչաջյան գնահատում, խնդրեմ։ Տեսեք Անժելա, դուք ներկայացնում եք Իրանի հետ կապված բոլոր հարցերը, եւ անկախ քեզնից այսպես համեմատություն ես անցկացնում, հա, այդ երկրի ուրեմն իշխանությունների, այդ երկրի ժողովրդի պահվածքի եւ այն ամենի հետ ինչ ունենք մենք, չգիտեմ, երկնքի ու երկրի տարբերություն է, սարերի ու ձորերի տարբերություն է։ Հիմա իմիջիայլոց Իրանի հետ կապված այս բոլոր զարգացումները մի տեսակ ավելի ճանաչելի դարձրեցին մեր հարևանին ամբողջ աշխարհի համար։ Չէ, մինչև այդ կարելի էր կարծել, որ դա ինչ է արևելյան, ինչ որ մի հատ երկիր է եւ այլն։ Տեսնում եք ինչ ներքին ուժ ունի, տեսեք ինչ բան է պետականության զգացողությունը, երբ դրանով տուգուրված են ոչ միայն տվյալ երկրի իշխանությունները, այլև դրա գինը, արժեքը, հարկը գիտի նաեւ ժողովուրդը։ Մենք շատ բան ունենք սովորելու Իրանից այս իմաստով։ Գիտեք ինչ, բայց մյուս կողմից շատ թերագնահատել հատկապես մեր հասարակությունը չի կարելի, որովհետև այն ինչ տեղի է ունենում այսօր աշխարհում, ազդեցության այն միջոցները, պատերազմական,
հոգեբանական պատերազմի, այսպես ասած, նաև կոգնիտիվ պատերազմի են գործոնները ազդում են, դրանք ազդեցիկ են։ Հիմա այնինչ անում են Նիկոլենք, դրանք հոգեբանական օպերացիաներ են, որ իրենք անում են։ Առաջին հայացքից դա կարող է թվալ անհասկանալի։ Տեսեք, դուք Փաշինյան Նիկոլի այս պահվածքի մասին եք խոսում, հա, մեկ էլ որտեղից որտեղ վերցնում է ուրեմն Սամվել Կարապետյանի նման մարդուն, ոչ ավել, ոչ պակաս, ինքը գուցե դա իր ներքին ցանկությունն է, որովհետև ինքը ինչքան ուզում է հարստանում է, բայց ներքուստ աղքատ է։ Ներքուստ աղքատ է ինքը, դրա համար էլի նախանձում է այն մարդուն, ով կարողություններ ունի։ Սա ես շատ Այսինքն ինքը հիմա արդեն միլիարդեր է դարձել, բայց միևնույն է, ներքուստ ինքը աղքատ է, հա, ինքը աղքատ է իր ներաշխարհով, իր հոգով, եւ այսպիսի մարդիկ ագահ են լինում։ Իրենք միշտ շարունակում են նախանձել, որովհետեւ գիտեք, ինքն էլ հասկանում է, թե ով ինչ ճանապարհով է հարստանում, հա, իր ճանապարհն էլ է իրեն հայտնի, Սամվել Կարապետյանի ճանապարհն էլ է հայտնի, եւ գիտեք ինչ, երբ մարդ իրեն համեմատում է իր Լրիվ Հակոտնյայի հետ, բացարձակ տարբեր, եւ հասկանում է, որ ինքը այդտեղ տուժող է դուրս գալիս, թեկուզ մարդկային գծերի, հա, իմաստով, ինքը սկսում է ավելի նախանձել, ավելի չարանալ, եւ բացի դրանից իրենք տեսնում են ինքը իր այդ ամբողջ այդ խմպակը, իրենք տեսնում են, որ Սամվել Կարապետյանի ուժը օրը ստորե թափ է հավաքում։ Իսկապես, ուրեմն, աչքի առաջ մենք տեսնում ենք, թե ինչպես մարդկանց տրամադրությունները ուղղվում են դեպի Սամվել Կարապետյան։ Գիտեք, ինչ շատ բարձր գնահատելով նաև Ռոբերտ Քոչարյանին, իր անցած ճանապարհը, այնինչ ինքը արել է մեր պետության, մեր հայրենիքի համար, այնուամենայնիվ տեսեք այս սև քարոզչությունը 20 տարի շարունակ, տարիներ շարունակ, 20-25 տարի շարունակ իր դեմ թողել մարդկանց ուղեղում, այնպեսի մի հետք են թողել, որ նույնիսկ շատ-շատերը տեսնելով, հասկանալով այսօրվա ամոթալի ողբերգական նվաստացուցիչ վիճակը, այս կերպարը, որով մենք ներկայանում ենք աշխարհին, հայ այդ իրենց, չգիտեմ, այդ ուտելու պահվածքի, հայ այդ ամբողջ այդ կոմպլեքսը որ վերցնում ենք, տեսնելով, հասկանալով հանդերձ, այդ ստերեոտիպացված քարացած կարծր մտածողությունը խանգարում է Քոչարյանին իր իրական գնահատականը տալու համար։ Այնպես որ, բայց բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ այո, Սամվել Կարապետյանի ուժը մեծ թափ է հավաքում եւ դա շատ հուսադրող է, բայց մյուս կողմից ես նաեւ համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը այն ուժերը, որոնք նույն դաշնակցությունը, որ ուրեմն իրենք ունեն շատ կայուն մի ուրեմն մարդկային հոց զանգված, որ միշտ իրենց գնահատել է, գնահատում եւ շարունակի գնահատել։ Այնպես որ այս տեսակետից նույնպես ցավալի է, որ այսպես չի գնահատվում մարդը ըստ արժանվույն իր բոլոր, ասենք, վրիպումներով եւ այլնով հանդերձ, որի միջով մենք ինքներս անցել ենք, բայց երբ նայում ես, խոշոր ինչ է արել մարդը, երկիրը ինչ վիճակի։ Դե, սա արդյոք չի նշանակում, որ շատ կարևոր բան Ռոբերտ Քոչարյանը եւ իր թիմը եւ պատասխանատուները 20 տարի շարունակ անտեսել են եւ մեծ բաց թողում է, ցավոք սրտի սա միայն իր անձի հարցը չի, չէ՞ որ իր անձին այսպես նվաստացնելով իր դեմ սև PR տևական ժամանակ անելով մենք տեսանք, որ կարևորագույն ժամին, երբ որ այս անհատը, այս լիդերես ուժեղ անձը մեզ պետք էր, բայց այնպիսի հակաքարոզ էին տանում եւ չկարողացավ ինքը, գիտեք ինչ ասեմ ձեզ, իմ կարծիքով գործ անող մարդը այսպիսի հարցերին երբեմն մատների